Աստորեն Քոչարյանը $100 միլիոն գողացավ հայ ժողովրդից, միգուցե մի քիչ, որտեղ ինքը իր ժամանակ գողացել է ինչ-որ գումար, հետո բիզնեսներով ավելացրել է, հիմա դարձել է 100 միլիոն։ Նիկոլեն գողացան մի քանի միլիարդ պետական պարտքից, որտեղ իրանք վերցրել են 7 միլիարդ, այդ 7 միլիարդից հաշվեք կեսը բաժան արվեց, տարբեր մարդկանց մեջ, այսինքն դա վերնախավի մեջ ամբողջը բաժանված է, տների միջոցով եւ այլն, բայց այստեղ հարցը գումարի չափը չի, երկուսն էլ հանցագործ են, փոքր հանցագործ է Քոչարյանը, Քոչարյանը փոքր գող է, իսկ Նիկոլը եւ իր խումբը մեծ գովեր են, ինչ տարբերություն, օրենքի առաջ բոլորը հավասար լինեն, այսինքն հիմա եթե մեկը ասենք 0.6 է գողացել, մյուսը ասենք նիվա է գողացել, պետք է մեկին ասենք դատել, մյուսին չէ, տենց եղավ, այսինքն եթե գողությունը հաշվում ենք վատ բան է, պետք է բոլոր գողերը նստեն բանտում, եւ ինչի Քոչարյանը դեռ բանտում չի, մենակ Քոչարյանը չի, ինչի Սերժը չի գողացել, այդ կազինոներում կրված փողերը կարող է Ղարաբաղից էր բերել հետը, գյուղից միգուցե պանիրա ծախեփողը հետ գցել, չէ, այդ բոլորը ժողովրդի քրտինքով մուծած հարկերից տված գումարներ են, չէ, եւ ինչ տարբերություն Քոչարյանի, Սերժի եւ Նիկոլի միջև, ոչ մի տարբերություն, մենակ չափը, բոլորին երազանցեց իհարկե Նիկոլը, այդքան շատ ոչ ոք չի կուտակե, փողեր, տներ, դա անզուգական, կարելի ասել Գինեսի ռեկորդը խփեց Նիկոլը, որտեղ հələ հաշվեք $7 միլիարդ պարկ, այս փոքր պետության համար, որից մենակ ասֆալտ է արվել, ասենք լավ, մի միլիարդը գցենք ասֆալտ արել, այդ հələ ես հաշվում եմ ամենամաքսիմում թվերով, մի միլիարդ ես փոքր երկրում ինչ ասֆալտ պետք է անես, մի միլիարդի կարելի ասել 10 տարի ամեն օր ասֆալտ գցել, սաղ երկրով մեկ, իրանք պարզա, որ ամեն մետր ասֆալտը, եթե արժի, ասենք 10,000 դրամ, իրանք հաշվել են 30,000, 40, որ են մնացած 30-ը վերցնել իրանց, չէ, այսինքն թվերը ուռճացված է եղել, ու այդ գումարները ասֆալտի մեջ, այսինքն այդ մի միլիարդից 500 միլիոնն էլ է թալան։